Ընթացող տարվա մի զգալի մասում առնվազն մենք այդ պատերազմի մասին խոսելու առիթ ենք ունենալու։ Ես չգիտեմ մեր ազգային անվտանգության սպառնալիքը այս պահին Թուրքիան ու Ադրբեջանն են, թե այս իշխանությունը կամ սպառնալիքների շարքում որն է առաջի տեղում։ Միացյալ Նահանգները ունեն Լիբիայի եւ Սիրիայի տխուր նախադեպը, երբ որ չմտածված գործողություններից այդ երկրներում քաոս է բերել, ոչ թե բերել այն ինչ-որ դեմոկրատիզացիայի կամ բանի, հիմա գնում է այս երկու տարածաշրջանի նույնականացման քաղաքական միտում սպիտակ տանը, հա, սա ինչի համար է արվում։ Հենց 3 կոնկրետ երկրների ազդեցությունը մեղմելու, թուլացնելու նպատակով՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան։ Բարև ձեզ, այսօր Fast Info-ի հյուրը դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավերությունների համար։ Պարոն Սուրենյանց, աշխարհում լուրջ գործընթացներ են տեղի ունենում, քննարկումներ են ընթանում, եթե ոչ համաշխարհային պատերազմի, ապա գոնե պրոքսի մակարդակով, այսպես լոկալ պատերազմների մասին, եւ այս ամենի ֆոնին Հայաստանի վարչապետը համերգ է կազմակերպում։ Ընդհանրապես, ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ Հայաստանի շուրջը։ Դուք արդեն նշեցիք, հա, ինչ իրադարձություններ են կատարվում։ Մեր հարևանությամբ երկու շատ խոշոր ճգնաժամերի հետ գործ ունենք։ Ուկրաինական ճակատում թեժ պատերազմ է եւ միամիտ են կանխատեսումները, որ առաջիկա ամիսներին մենք դրա ավարտը կտեսնենք։ Ըստ ամենայնի ընթացող տարվա մի զգալի մասում առնվազն մենք այդ պատերազմի մասին խոսելու առիթ ենք ունենալու։ Շատ զուգահեռ ինչ-որ կարգավորման գործընթաց է գնում, գիտեք, որ վաղը մասնավորապես Աբու Դաբիում հերթական եռակոն բանակցություններ են։ Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել մեր հարևան եւ բարեկամ Իրան Իսլամական Հանրապետության շուրջ։ Այստեղ դերևս ռազմական գործողություններ չկան, բայց ցավոք սրտի դրանք կարող են ամեն րոպե սկսվել։ Էլի տեսնում ենք եւ էսկալացիայի խորացում եւ Շատ բանակցային թեկուս անուղակի կամ մակոքի ձևով շատ ակտիվ բանակցային շարժեր։ Իրանի շուրջ զարգացումները առնվազն 3 սցենար են հնարավոր, կամ ուժի հարկադրանքի ներքո Իրան Իսլամական Հանրապետությունը պիտի հրաժարվի իր միջուկային ծրագրից, արտադրային ծրագրից, իր դաշնակիցներին ֆինանսավորելուց, որոնք մերձավոր արևելքում գործում են, կամ սիմվոլիկ հարվածներով կբավարարվի Միացյալ Նահանգները, էլի տեղի կունենան բանակցություններ, կամ էլ Աստված մի արածը երրորդ տարբերակը լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։ Որն է ավելի հավանական, կարծում եմ համաշխարհային հիմնական դերակատար Թրամփի գործոնը հաշվի առնելով, որ անկանխատեսելիության շատ մեծ պոտենցիալ ունի, գիտեք, նաև մի շարք տուրբուլենտությունը համաշխարհային կանխատեսել չենք կարող։ Հիմա ինչ անում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը այս օրերին։ Շատ ակտիվ, փոքր եւ մեծ տարածաշրջանում շփումների մեջ է տարբեր երկրների հետ։ Օրինակ, մեր հարևան Ադրբեջանի թե նախագահը, թե արտգործնախարարը մի քանի անգամ այս օրերին շփումներ են ունեցել իրանցի գործընկերների հետ։ Միակ երկիրը Իրանի հարևանությամբ գտնվող, որի հետ բարձրաշան մակարդակով շփումներ չեն եղել, դա Հայաստանն է։ Ինչքան էլ ողբերգություն է, դա բարձրաձայնել է։ Երբ է լինում նման իրավիճակ, երկու դեպքում կարծում եմ, երրորդ դեպք դժվար կարողանանք նշել։ Մեկը երբ որ քեզ անլուրջ են վերաբերվում, այսինքն համարում են, որ քեզանից ոչինչ կախված չի եւ օբյեկտի հետ քննարկելու բան չկա, մանավանդ այդ մարդիկ գոյաբանական վտանգի առաջ են եւ նրանց ամեն րոպեն, ամեն հեռախոսազրույցը, ամեն հանդիպումը խիստ հաշվարկված է։ Եվ երկրորդ դեպքը, երբ որ քեզ համարում են թշնամական պլազդարմի ներկայացուցիչ։ Այսինքն համարում են, որ դու ինտեգրված ես արևմտյան այն բևեռին կամ նրա պրոքսին ես, որը պատրաստվում է քո դեմ գործողություն անել։ Որն է լինի պատճառը, մեր համար ողբերգական է արդեն այդ պատկերը։
Բայց լավ, եթե դուք լինեիք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ կամ հոգևոր առաջնորդը, ինչպես կվերաբերվեիք մի երկրի, որը գտնվում է ձեր հարևանությամբ անմիջական ուղղակի սահմանով, որում կենսական սահմանով, եւ այդ երկրի ղեկավարը, չնայած նրան, որ վառոդի տակառի վրա է տարածաշրջանը, վարչապետ դիսկոտեկա կազմակերպում, ինչ որ պետական անհամաչափ վարքագիծ է դրսևորում, իրան պահում է շոումենի պես, մեկ այլ դեպքում դրամատուրգի պես է պահում, մեկ այլ դեպքում պսևդո հոգևորականի կարգավիճակում է հանդես գալիս, հավանաբար դուք էլ կհամարեիք, որ այդ շատ անլուրջ մի սուբյեկտ է, որի հետ շփվել է ժամանակի վատնումա, մանավանդ որ դուք ողջամիտ կասկածներ նաև ունեք, որ ինքը մտել է մի աշխարհաքաղաքական պրոյեկտի մեջ, տվյալ դեպքում TRIP-ի մասին է խոսքը, որը Իրանի մեկուսացմանն է ուղղված։ Իսկ եկեք հասկանանք, թե Իրանից ինչ աշխով են մեզ նայում։ Ես մասնագիտությամբ արևելագետ չեմ, կարծեմ դուք արևելագետ եք, պատմաբան եմ, որը քույր մասնագիտություններ է եւ շատ հրաշալի հասկանում եմ Իրանի առանձնահատկությունները ու նրանց այն գործոնները, որոնք ձևավորում են նրանց հայացքը թե հարևանների հանդեպ, թե ռեգիոնում, թե ընդհանրապես աշխարհում։ Ինչ ասեմ, սա պետական մտածողության դեգրադացիա է, ինչի ականատես մենք լինում ենք։ Ըստ նույնիսկ մարտամաչումը շատ լուրջ խոսի այն դիսկոտեկի մասին, որ կազմակերպվել էր, որովհետև գիտեք, Հայաստանի ղեկավարը այս պահին դրա ժամանակը չպիտի ունենար։ Դուք պատկերացնում եք Իրանի շուրջ էսկալացիան խորանա, հələ ես ընդհանրապես միգրացիոն ճգնաժամի մասին կխոսեմ։ Հələ այլ անվտանգային ավելի լուրջ խնդիրներ թողում եմ երկրորդ պլանում, հա։ Կամ չեմ ուզում մեր զրույցի ծանրության կենտրոնը դա դարձնենք։ Միգրացիոն ճգնաժամի հավանականության շեմին կանգնած երկրի ղեկավարը թմբուկ է խփում։ Սա նույնիսկ ողբերգություն չի, տրագիկոմեդիա բառն էլ չի կարող սահմանել այն, ինչին ականատես ենք։ Կամ այն զանգվածը, որ հավաքվել էր այդ համերգին։ Ասենք, էլի դարձյալ, եթե նույնիսկ երկիրը անվտանգ լիներ, ասենք, չլներ այս անվտանգային ռիսկերը, տես ինքը փորձում է կապվել Օբամային, փորձում է Քլինթոնին կապկել, փորձում է երաշտական այլ նախասիրություններ ունեցող ղեկավարների կապկել, բայց տեսեք նրանց այդ նախասիրությունների բերումով ինչպիսի լսարան էր հավաքվել։ Երիտասարդություն, կար անմիջականություն, այդ արհեստական չէր, այդ օրինակ Օբամայի կամ Քլինթոնի մատուցմամբ այդ բաները։ Իր արածը միայն մի մարդու արած է, ես կարող եմ համեմատել Մադուրոյի։ Այն հայտնի Մադուրոյի, որ հիմա գտնվում է ամերիկյան պատանդառության մեջ, հա, որտեվ նա էլ ոնց որ թե չէր գիտակցում ինչ վիճակում է իր հասարակությունը ու ինչ որ բյուրոկրատիայի մասնակցությամբ դիսկոտեկեր, ինչ որ այդ կարգի բաներ էր կազմակերպում։ Եթե շատ ընդհանրական պատասխանեմ ձեր հարցին, պիտի շատ անկեղծ, թերևս մի քիչ էլ խտացնելով վիճակը, անկեղծ ձեզ մի բան ասեմ, ես չգիտեմ մեր ազգային անվտանգության սպառնալիքը այս պահին Թուրքիան ու Ադրբեջանն են, թե այս իշխանությունը, կամ սպառնալիքների շարքում որն է առաջի տեղում, որովհետև այս կարգի իշխանություն ունենալը արդեն նշանակում է դու ունես դեգրադացված միջազգային հարաբերություններ, դու ունես խրամատավորված հասարակություն։ Հիմա դա է ավելի մեծ ազգային անվտանգության սպառնալիք, թե ակնհայտ սպառնալիքները, որ տասնամյակներով մեզ ուղեկից են եղել։ Ես չգիտեմ, որ նա առաջնահերթության իմաստով որը կդնեի էլի առաջի տեղում։ Պարոն Սուրենյան, տեսեք, Իրանի նկատմամբ այս Թրամփի սպառնալիքների ֆոնին արդեն շատ են կարծիքները, որ Իրանը պատրաստ է վաբանկ գնալ եւ անգամ քննարկումներ են ընթանում, որ հնարավոր է վատթարագույն սցենարի դեպքում Իրանը փակի Հորմուզի նեղուցը եւ այս դեպքում Հարավային Կովկասը ամբողջովին դուրս կգա խոշոր խաղացողների կամ արևմուտքի ուրեմն հետաքրքրությունների շրջանակից կամ ուշադրության կենտրոնից։ Այդ դեպքում ինչ է սպասվում Հայաստանին։ Ձեր ասած տարբերակը Հորմուզի նեղուցի
կուրսի փակումը, դա իսկապես գլոբալ իրադարձություն կլինի, որտեղ ովքեր որ գլոբալ տնտեսության կառուցվածքից տեղյակ են, պիտի որ գիտենան, որ համաշխարհային նավթի առևտրի 25%-ը այդ նեղուցով անցնում, այսինքն այդ նեղուցին է բաժինում հասնում, բայց միամիտ չենք, չէ, որ կարծենք, որ եթե դա Իրանի Իսլամական Հանրապետությունը ստիպված գնա այդ քայլին, Միացյալ Նահանգները սկսելու է դրանից հետո պրյանիկ բաժանել Իրան Իսլամական Հանրապետությանը, ոչ նայել սկսի բնականաբար խոշորամասշտաբ պատերազմին բնորոշ ինչ-որ քայլերի ձեռնարկումը։ Իհարկե Աստված մի արած այս սցենարին գնանք, ես դերևս հույս ունեմ, որ դիվանագիտական լուծումներ կլինեն, բացի այդ Թրամփը մանկամիտ երեխա չէ, որ չհասկանա, որ Վենեսուելայի մոդելը կրկնել Իրանում չի կարող։ Մենք հիշում ենք, չէ, որ 12-օրյա պատերազմի օրերին, երբ որ թիրախային գլխատվում էին Իրան Իսլամական այդ հեղափոխության պահապանների խորհրդի ղեկավարությունը կամ բանակի անմիջապես նրանց փոխարինողներ էին ծնվում, այսինքն Իրան Իսլամական Հանրապետությունը պատմականորեն եւ ինստիտուցիոնալ առումով ունի ավանդույթներ եւ իրեն կայծակնային գործողությամբ ծնկել հնարավոր չէ։ Սա միանգամից ֆիքսենք։ Մյուս կողմից, եթե ճնշումները շատ մեծանան, ենթադրենք հոգեվոր իշխանությունը տապալվի։ Սա դերևս երաշխիք չի, որ Իրանում իշխանությունը կանցնի ազատական ինչ-որ ուժերի ձեռքին, շատ հնարավոր է բանակ այդ դեպքում իշխանությունը վերցնի իր ձեռքում եւ առավել եւս Միացյալ Նահանգները ունեն Լիբիայի եւ Սիրիայի տխուր նախադեպը, երբ որ չմտածված գործողություններից այդ երկրներում քաոս է բերել, ոչ թե բերել այն ինչ-որ դեմոկրատիզացիայի կամ բանի։ Սա արդեն մասնագիտական դաշտում է վերլուծությունից հետո արձանագրենք հետեւյալը. Հարավային Կովկասը Իրանի Միացյալ Նահանգներին պետք է հենց միայն դրա համար էլ։ Դրա համար է միայն պետք։ Դրանք ինչ են հիմա նույն հարթության վրա դնում Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը։ Իդեպ դա այդ միջին միջանց կոչվածի երթուղին է հենց այդ երկու հիմա գնում է այս երկու տարածաշրջանի նույնականացման քաղաքական միտում սպիտակ տանը, հա, սա ինչի համար է արվում։ Հենց 3 կոնկրետ երկրների ազդեցությունը մեղմելու թույլատնելու նպատակով Ռուսաստան, Իրան, Չինաստան։ Հակառակ պարագայում մեր ռեգիոն Միացյալ Նահանգների համար որևէ ստրատեգիական հետաքրքրություն չունեն։ Ոչ տնտեսական առումով, ոչ աշխարհաքաղաքական առումով վստահ եղեք սրանում, դուք ուղղակի վստահ եղեք, որ նրանց համար որևէ այլ հետաքրքրություն դու չես ներկայացնում։ Եվ հիշեք նաև Ֆիդանի հարցազրույցը։ Կարծեմ հունվար 8-ին թվագրված այս տարվա, որտեղ նա ասում էր, որ եթե այն պարագայում, երբ որ Մերձավոր Արևելքում Անկարա եւ Վաշինգտոնի դիրքորոշումները գրեթե նույնական են, Թուրքիային վերագրում էր նա այս տարածաշրջանում նաև մեր Միացյալ Նահանգների շարի օպերատորի ֆունկցիա։ Հայաստանին օբյեկտի կարգավիճակ էր նախատեսված այս Ֆիդանի գծած գծագրում։ Այսքան ինձ թվում է շատ սպառիչ ձեր հարցի պատասխանը տվեցի։ Մանավանդ որ TRIP կոչվող նախագծով Հայաստանի Հանրապետությունը ոչ գրավոր, ոչ հրապարակավ, որևէ անվտանգության երաշխիք չի ստացել եւ չի ստանալու։ Որպես ձեր խոսքերի այսպես շարունակություն, իշխանությունները նշում են, որ մեր անվտանգության երաշխավորը դա դիվերսիֆիկացիան է։ Բայց եթե նկատի ունենանք, որ օրինակ վերջերս հենց Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կովկասը դա Պուտինի ազդեցության գոտին է, եւ նաեւ չի բացառվում, որ Իրանն ու Ամերիկան ուղակի կամ անուղակի բանակցությունների մեջ մտնեն, արդյոք մտավախություն չկա, որ այս նույն TRIP-ի շուրջ հենց Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի միջև պայմանավորվածություններ ձեռք կբերվեն եւ այդ դեպքում ինչ կլինի Հայաստանի հետ։ Իսկապես մեր տիպի երկրի համար արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան կամ բալանսավորված արտաքին քաղաքականությունը այլընտրանք չունեն։ Սա դասագրքային ճշմարտություն է։ Ամբողջ խնդիրը սակայն կայանում է նրանում, որ այնինչ անում է
Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ որևէ կապ չունի։ Որևէ կապ չունի։ Նրանք ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքականություն են իրականացնում, անհաջող կերպով ընդորում շատ։ Ինչի հետևանքով մենք ռուսական ուղեծրից հայտնվել ենք թուրք-ադրբեջանական ակցիայի մեջ։ Սա մեկ։ Երկրորդ, դուք լավագույն մի սցենար եք ներկայացնում։ Ամենայն հարգանքով Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ ասեմ, որ նա ցավոք սրտի այսօր այն ռեգիոնալ եւ աշխարհակաղակական սուբյեկտությունը չունի, որպեսզի թրիփի նախագծին հավասար իրավունքով հրավիրվի Միացյալ Նահանգների կողմից, բայց Ռուսաստանի եւ Չինաստանի հետ դիալոգ հնարավոր է, իդեալական տարբերակով։ Դա միայն Հայաստանի շահերից կբխի, եթե գլոբալ համաձայնությունների ծիրում Թրամփը Ռուսաստանի կամ Չինաստանի հետ գործակցի թրիփի նախագծի հարցում այդ դեպքում աշխարհակաղակական ներվը կթուլանա եւ ահագին բալանսավորված լուծումներ կարող ենք ակնկալել Հայաստանի համար։ Բայց դուք իդեալական սցենարը իհարկե ճիշտ արեցիք, որ նշեցիք, բայց որևէ պետություն, հատկապես այդ պետության իշխանությունը պարտավոր է վատ սցենարների մասին մտածել։ Դե իդեալականը, մանավանդ այդ իդեալական սցենարը, որտեղ գուցե ռուս-ամերիկյան համաձայնություններ ունեն թրիփի շուրջ, մեզանից կախված չի բացարձակապես։ Ինքնին հասկանալի է, չէ՞, որ մենք գլոբալ խաղացողների սեղանին նույնիսկ սեղանի տակ տեղ չունենք։ Էլ չեմ ասում ինչ-որ հարևանությամբ միաթոռի։ Հետևաբար դու պետք է որպես իշխանություն մտածես առաջին հերթին վատ սցենարների մասին ու ռիսկերը կառավարելու մասին։ Այդ լավ սցենարների մի մասը, եթե Աստծո օրհնությամբ, հաջողությամբ գանել, մեզանից կախված չեն։ Մենք հասկացանք, որ Հայաստանի իշխանությունները մտածում են միայն համերգներ կազմակերպելու մասին, եւ այս դեպքում ինչ է անում ընդդիմությունը, լինի այն խորհրդարանական թե արտախորհրդարանական։ Գիտեք, եկեք քպկրկես կոչենք պայմանական ձեր ասած այդ ամեն ինչը, որտեղ միայն համերգ չի, են հեծանվային փյարկար ժամանակին, հետո այդ կրթվելը նորաձև է, այդ բոլորը նախընտրական շոու հարթակի տարբեր եւ պատարակներին մասնակցելը։ Այո, դա ամենամեծ խայտարակությունն է։ Կպանով կրկես է, որը փորձում է հանդիսատեսին ինչ-որ տեսարաններով, հատկապես տեսարաններով, որովհետև հացով բավարարելու խնդիր ունի, չի կարողանում հացը պատշաճ ապահովել, ուրեմն տեսարանների դոզան պետք է ավելացնի։ Իշխանության խնդիրը դրան այլընտրանքային կրկես բեմականացնելը չպետք է լինի բնականաբար, այլ պետք է լինի այդ կրկեսը վերացնելը։ Ես կարծում եմ, եւ դա օդից չեմ ասում, որ մասնագիտական ուսումնասիրություններ կան ձեռքից տակ, դրանց վրա հենվելով ես կարծում եմ, որ հասարակությանը խաղաղության գաղափարի զուգահեռ հետաքրքրում են նաև կյանքի որակի հետ կապված խնդիրները, սոցիալական արդարություն, բարեկեցության որոշակի կետ, գործակից եւ այլն եւ այլն։ Հետևաբար ընդդիմությունը այդ պրինցիպիալ հարցերին սոցիալական кейս ասենք, հա, պայմանական, պետքա շատ մեծ ուշադրություն դարձնի, մի քիչ էլիտարիզմը հաղթարի։ Ես գիտեմ, որ ընդդիմության համար դա բարդ է, ընդդիմության էլիտան մարդիկ են կամ զգալի մասով մարդիկ են, ովքեր կամ գործարար միջավայրում են հաջողությունների հասել կամ պետական ծառայության մեջ են եղել եւ այդ էլիտարիզմը հաղթարելը մի քիչ բարդ է, բայց մենք պարտավոր ենք այդ անել, որովհետեւ պետք է կարողանաս հասարակության լեզվով խոսել, եթե ուզում ես հասարակությունը կոնսոլիդացվի քո շուրջ։ Ընդ որում լեզվով խոսել բովանդակության առումով առանց նշաձողեր իջեցնելու։ Եվ խաղաղության ավելի լավ մոդել առաջարկելու խնդիր մենք ունենք առանց վախենալու դժվար լուծումներ առաջարկելուց, որովհետև հեշտ լուծումներ այլևս չկան։ Նիկոլ Փաշինյանը այնպիսի կետի է հասցրել, որ հիմա ես ձեզ ասեմ, գալիս եմ իշխանության Ղարաբաղցիների վերադարձը ապահովելու օրակարգով դուք ինչ չեք հավատա։ Կդնեք պոպուլիստի տեղ կամ խելագարի տեղ կամ լավագույն դեպքում, բայց դա էլ է շատ վատ, ռևանշիստի տեղ եւ այլն եւ այլն։ Իսկ այդ բաները հասարակությանը վախեցնում են։ Հետևաբար
շատ ռեալիստական, շատ ցավոտ լուծումների մասին ընդդիմությունը պիտի խոսի, առանց վախենալու, որպեսզի ուրացման մոդելին հեքիաթը հակադրենք, որտեղ ուրացման մոդելը ինչքան էլ եղքելի ու զզվելի լինի, կոնկրետ նյութական արժեքներ կարողանում է ցույց տալ, օրինակ այժմ բենզինը, հա? Բանա չէ, տեսարանա։ Դու հենց հեքիաթ ես պատմում, վատ նյութական արժեքը գերադասելի է համարվում հասարակության կողմից, քան ասենք քո հեքիաթը, որտեղ մարդիկ դե հեքիաթների չեն հավատում։ Հիմա ընդդիմության խնդիրը դա է, շատ պարզ խնդիր է, բայց մենք այս թեմայով էլ ենք խոսել անշուշտ մեր նախորդ հարցազրույցներում, բայց եթե այն ժամանակ ես անհոգ էի ավելի այս թեմայով խոսում, որտեղ ընտրությանը դիցուկ 6 ամիս էր մնում, 8, 10 ամիս, 1 տարի, հիմա մենք ժամանակ չունենք ուղղակի, մեզ մնում է բառի իսկական իմաստով 1 ամիս, 15-20 օր ժամանակ, որպեսզի այս ասածս փաթեթավորենք, քաղաքական դոկումենտալ տեսարան հաղորդենք եւ մատուցենք հասարակությանը։ Դե եթե այս գործը թողենք ապրիլ-մայիս ամիսը անելու, մենք տանուլ ենք տալու։ Ընդ որում պետականություն ենք տանուլ տալու, ոչ թե ինչ-որ վերամբարձ բաներ չեմ խոսում։ Ուզում եմ ասեմ, մի հատ ընտրական ցիկլ տանել տալու մասին չի էլ, եթե մի ընտրական ցիկլի վերաբերել, դե հիմա ոչինչ։ Այս մի ցիկլում կպարտվես, մյուսում կհաղթես, ճոճանակա քաղաքականությունը վերջո։ Ես խոսում եմ պետականության տանուլ տալու շատ ծանր, շատ տեսանելի հեռանկարի մասին, եթե այս ժողովրդական խոսքը այս արխային ոճով շարունակենք վերաբերվել բազմաթիվ, այն որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է ու գահավիժումը, դա բացարձակապես մեզ չպետք է մխիթարի։ Ուզում եք հիմա աշխարհի տասնյակ երկրներ նշեմ, մի ամբողջ հաղորդում չի երիքի թվարկումս ու կոնկրետ օրինակներ բերելը, որտեղ իշխանություններ ունեն մենք շատ ցածր վարկանիշ, բայց վերարտադրվում են, որտեղ ընդդիմության հասարակություն կոմունիկացիան անհրաժեշտ մակարդակի վրա այդ երկրներում չի գտնվում։ Եվ մանավանդ, որ մենք գործ ունենք բացառիկ, բացասական իմաստով պոպուլիստական հատկանիշներ ունեցող, կարմիր գծեր չունեցող անձնավորության հետ, դա էլ հո չեք երգելու։ Եվ վերջում, պարոն Սուրենյան, ձեր հրապարակումներից մեկում նշել եք, որ քաղաքական սուտը վերածվել է կառավարման գործիքի։ Հարց է առաջանում, որն է այն կրիտիկական կետը, որից հետո այդ սուտը այլևս չի ազդի հայ հասարակության եւ արտաքին աշխարհի վրա։ Հենց որ տեսանելի դարձավ այն ընդդիմադիր ուժը, որը հասարակության այդ մոտ հավատ է ծնում փոփոխությունների վերաբերյալ, հատկապես ընտրությունների ճանապարհով փոփոխության վերաբերյալ, այդ սուտը այլևս չի աշխատելու։ Այդ սուտը հիմա, այդ ստին հիմա մարդիկ չեն հավատում։ Ուղղակի համակերպվել են այդ ստի հետ։ Փոփոխություն բերող ուժը այդ համակերպումը էս պիտի կոտրի։ Թե չէ, ես կարծեմ, եթե չեմ սխալվում, այդ գրել էի Գագիկ Մելքոնյանի մի հայտարարության մասով այդ հոդվածս կամ Facebook-յան գրառումս ցույց է տվել մարդու դեգրադացիայի մակարդակը, բայց Գագիկ Մելքոնյանը ով է, ինքը ոչ մեկ է որպես անհատիկ, իշխանության հավաքական կերպարներից մեկն է։ Դրա համար ես ասում եմ, այդ ստին հիմա էլ չեն հավատում, բայց ստի հետ ապրում են, որովհետև փոփոխության հույս չեն տեսնում։ Մենք մեր կյանքում էլ է, չէ՞, ինչ-որ բանի հետ, վատ բանի հետ համակերպվում ենք, որովհետև ավելի լավ այլընտրանք չենք ունենում։ Հիմա, երբ որ ավելի լավ այլընտրանք տեսավ հասարակությունը, այդ սուտը բումերանգի օրենքով աշխատելու է դրա հեղինակի դեմ կամ դրանց հեղինակների դեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էր։ Փաստ ինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։